Անցած տարվա համեմատ այս տարին բանջարեղենի մրգերի գներն ինչպիսին են։ Շատ ցածր, կարելի ասած, բացի երկու բանից։ Գյուղացին չարչարում, տանջվում է, բերում է ջերմոցի պամիդորը 100-120 դրամանով տալիս է, որ մի վերա վաճառողն էլ ես եմ, ինքս եմ։ Մեղ չեն այդ գյուղացիքը։ Ես չգիտեմ, կարող եմ ասել։ Մարդիներն էլ են մեղ, մարդիկ էլ են մեղ, որ գնողունակ չեն ու Գնողունակությունը դա մի կողմ, եթե ժանելի մի քիչ էլ հնարավորություն ունեն, առաջվա նման չի շուկան։ Եվաղ տանում են 5 կիլոգրամ, հիմա տանում են 1 կիլոգրամ, 2 կիլոգրամ։ Հնարավորություն չունեն, մարդիկ փող չունեն, ամեն ինչը թանկացել է, որտեղ մտես սուպերմարկետները, մարկետները, խանութները, որտեղ մտես գրեթե բոլորը միանգամից թանկացել է, ժողովուրդը չգիտի ինչ առնի, որ ասած։ Հիմա ասենք գնում ես ինչ-որ բան վերցնում ես, երեք առել ես խոսքին 1000 դրամ, այսօր առնում ես 1200 դրամ։ Բա դա ինչ է, այսօր ապրելակերպ է։ Սա ապրելակերպ չէ, ժողովուրդը ի վիճակի չի ապրելու։ Չասեն է ժողովուրդը լավ ապրում։ Շատ նեղ վիճակով ապրում։ Գոյատևում ուղղակի։ Այս թանկացումների իման վրա։ Ուղղակի գոյատևում, ես ուրիշ բան չեմ կարող ասել։ իսկ Ռուսաստանը, որ շուկան փակեց, հա, ռուսական շուկան, ապրանքները մնացին Հայաստանում, կառավարությունից ասում էին, որ գների անկում կլինի, բայց մենք արձանագրում ենք այսօր, որ փաստացի առանձնապես այդպիսի գնանկում չկա, էլի էժանացում չկա։ Դե իհարկե գների անկում կա, ոնց կարող է գների անկում չլինի։ Կարող է բանջարեղենը, բայց մրգի շուկայում այդպես ակնհայտ չէ։ Գնի անկում չկա, հիմնականում ասենք ծիրանը։ Դրանց անկում չկա, մնացածներ ասե, հա։ Դրանց մեր դե իմի ասեն գյուղացին միրգը բերում սե շուկան ծախում է, բանջարեղենները հեկտարներով դնում է։ Այդ խեղճ գյուղացին ինչ անի, որտեղ տանի վաճառի։ Պամիդորա, վարունգա, լոլիկա, եսի մի այլ բաներ է։ Գյուղացին որտեղ որ լճանում է դրա համար մեխանիկորեն իջնում է ապրանքի գինը։ Եթե դեֆիցիտ է դառնում, մեխանիկորեն բարձրանում է։ Դա առևտրի ձևն է։ Բայց պետք է կարողանան ապրեն ժողովուրդը, չէ՞, որ ասենք ապրելու միջոց են գտնում, փնտրում, ուրիշ ոչ մի բան։ Ոչ արտագն աշխատանքի են գնում, ոչ մի տեղ չկա։ Ռուսաստան, Ուկրաինա էր, այդտեղ էլ չեն կարող գնա, փախնում գալիս է դեր հիմա։ Էլ որտեղ գնա, որտեղ էլ գնա նույն վիճակն է։ Լավն է, լավ պայմաններ ստեղծի մեր Հայաստանում աշխատատեղեր ստեղծի, մի քիչ աշխատավարձեր բարձրացվի, թոշակ բարձրացվի, թոշակ 10000 բարձրացրի, ուրախանում են։ Դե գրե 10000 բարձրանալու մի հատ ձեթ անում, երկու հատ ձեթ անում, եթե ուզենաս առնել։ Եթե ինչ, եթե բարձրացում չէ, եթե խափել էր ժողովուրդը ուղղակի։ Չելած տեղում միրգն էլ է քյալամ չէ, սենց ասած։ Բայց դե ստիպած էտել է, եթե էտել չբարձրացնեին ինչ։ Բայց է շատ դժգոհ եմ, ուրիշ ոչ մի բան։ Ապրելակերպից, ապրուզի շատ դժգոհ եմ։ 70 տարեկան մարդ եկեք անել եմ ստե, որ 2 կոպեկ փախտում եմ, տանել երեխեքից յոլա տանեմ, երեխեքս հետ միասին։